Ինչ վերաբերվում է տրանսպորտի խնդիրը երբ է լուծված լինելու, ես ներողություն եմ խնդրում, բայց այս հարցը արդեն ցույցիչ է, որ մենք առնվազն չասեմ լավ սխալ, տարբեր ենք պատկերացնում։ Տրանսպորտի խնդիրը մի բան չի, որ երեք սկսեց, այսօր վերջացավ։ Տրանսպորտի եւ տրանսպորտի հոսքերի կառավարման դա անընդհատ գործընթաց է։ Մենք որպեսզի տենց լիներ, կասենք մենք ստեղծում ենք այս հիմնարկը, նախատեսում ենք մի տարի հետո լուծարելու ենք, որտեղ արդեն խնդիրը լուծված է լինելու։ Այդպես չի, այսինքն մենք օրինակ տրանսպորտի ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ հանրային տրանսպորտի։ Օրինակ Տոմսային համակարգի բացակայություն։ Հիմա այդ համակարգը ներդրվել է։ Հիմա կարանք ասենք վերջ տոմսային համակարգը ներդրվեց եւ վերջ։ Համ այո, համ ոչ, որովհետեւ այո, ներդրվել է կամ մինիմալ գործիքակազմ կամ մինիմալից էականորեն ավել, բայց դեռ զարգացման այդ պրոյեկտով ահագին տեղ կա։ Հիմա կարանք ասենք այդ պրոյեկտը վերջացավ, չէ, չենք կարող ասել։ Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անելիքների ժամկետներին, այդ կտորը շատ թափանցիկ է, ցավոք սրտի մեր երկրում ոնց որ որոշ մարդկանց մոտ ընդունված է, որ նախընտրական խոստումները դա ոնց որ նախընտրական ժամանակաշրջանի ինչ-որ նյութ է, մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ եք դա հիշում, մեր դեպքում այդպես չի, մեր դեպքում նախընտրական խոստումները Ինչ? Չէ, ես ասում եմ այդպես է ընդունված կոնկրետ մեր դեպքում մեր նախընտրական խոստումները, որոնք շատ կոնկրետ ձևակերպված են փաստաթղթով, դառել են մեր աշխատանքային փաստաթուղթը, քաղաքապետը դրա մասին տարբեր հարթակներում խոսել է, որ այդ բոլոր խոստումները դառել են համապատասխան հանձնարարականներ եւ կոնկրետ էլի թվային համակարգով հետևվում է, հետևաբար մեր բոլոր նախընտրական խոստումների ընդհանուր ժամկետը իրականացման բոլորիս հայտնի է, դա սահմանափակված է մեր նաև պաշտոնավարման ժամանակը։